Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Չգիտեմ, չեմ որոշել հələ, պետք է մտածել։ Աստծո ես հանդիպում իրան։ Մեզ ինչի է դուսերալ Ղարաբաղից։ Ինչի է մեզ դուսերալ։ Ինչի է դուսերալ մեզ ընդրից։ Որ 30-35 տարի մեզ պահալ ընդեղ, այսինքն Հայաստանն ալի պամուկարաս Հայաստան կալ չնդկենի։ Մենք ինչի է դուսերալ։ Վերաստը իբրետը պահելու ամաս կարմա պահե։ Կարամ չպահե։ Փաշինյանով արա։ Ես ճանաչում եմ Փաշինյան։ Փաշինյանին հանդիպեմ ինչ կասեմ։ Կասեմ, որ եթե դուք լինեք ձերերի տեղը, ինչ կանեք։ Ինչ կանեք այդ գրոշներով, ոնց պիտի ապրեն։ Լույսը թանկ է, գազը թանկ է, հա? Ջուրը թանկ է։ Ու ես չեմ հասկանում, այդ ամեն ինչն էլ մթերքը թանկ է, գնում ես խանութ, չես իմանում, ինչ առնես, դեղը թանկ է։ Ես չեմ ուզում նրան ոչ մի բան էլ ասել, չեմ էլ ուզում հանդիպել։ Չեմ էլ ուզում հանդիպել, Արցախը ծախողի հետ ինչ հանդիպեմ։ Հա, ինձ ամեն ինչից զրկողի, ես մանկավարժ եմ, 50 տարի աշխատել եմ, մանկավարժ, քաղցարայող եմ եղել, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի, կրթության գծով վարչապետի տեղակալ եմ եղել։ Հիմա չեմ էլ ուզում նրա պատկերը տեսեմ, հեռուստատեսությամբ որ Ես կասեմ, որ շուտ խոսա, թոշակներ ավելացնի։ Թոշակներ ճանտան չավելացնի, Հայաստանը չծախե։ Վեր կա, ճողի կամպենսում ես։ Մենակ Հայաստան մնա տեղում։ Հայաստան, հիմի էլ զինը նշան անում։ Մասիսար ունենք, հիմի հարագացնա ցույց տալիս։ Այ մարդ գիտենք հարագացի տեղն, մասիսի տեղն։ Կասեմ, որ մի քիչ քեզ զուս պահի։ Շատ մի ջրի գանա։ Կասեմ, ես ինչ ես անում։ Բայց դառնանք թուրք չհասկացա։ Դե թողեն գերգերից գնան։